լուսանկարիչների փակվելուն ինչ է արձանագրել այսօրվա ընթացքում ու խոսեցիք լույսերի անջատումներից տեղամասային Արդեն երկու տեղամասային կենտրոններից ահազանգ ստացանք, որ լուսանջատումների իրավիճակ է ստեղծվել, ասեմ ավելին, հենց հիմա այս տեղամասային կենտրոնում, որտեղ գտնվում ենք, քիչ առաջ ևս երկու այլ տեղամասային կենտրոնում են, լույսերը ըստ էության թրթռում են, ևս նախանշաններ կա, որ կարող է լուսանջատում լինի, բայց դե փաստերով առաջնորդվենք, փաստացի երկու տեղամասում չկա, մեր դիտորդներին հորդորել ենք, որպեսզի ընթացքը դադարեցնեն, որովհետև քանի դեռ բնականոն լույսի պայմանները չի ապահովել, որովհետև բնական է, որ լուսանջատման պայմաններում ընտրական գործընթացի բնականոն ապահովումը օրինականության ու իրավականության տեսանկյունից բավականին խոցելի է դառնում։ Խախտումների տեսանկյունից առավոտվայից արդեն արձանագրել ենք, ունենք բովանդակային ու տեխնիկական խախտումներ, ըստ էության խախտումները բավականին հիմնաբնույթ են, ունենք ինտերակցիաներ, վստահված անձանց ու աշխատակիցների միջև, հանձնաժողովի ըստ էության սպասենք տեսնենք ամփոփիչ այս մի ժամվա ընթացքում ինչպիսի արձագանքներ են ունենում ու ժամը 8-ին տեղամասային կենտրոնները փակվելու է եւ սկսվելու է հաշվարկի գործընթացը։ Կարևորը, եթե հանկարծ այլ տեղամասային կենտրոններում կոչս հետեւյալն է բոլոր դիտորդական առաքելություններին եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր մասնակցում են, որովհետեւ ընտրական գործընթացում տեղամասային կենտրոնում հնարավորություն ունեն ներկա գտնվելու տեղամասային կենտրոնների հանձնաժողովները իրենց կազմով, վստահված անձինք եւ դիտորդական առաքելությունները, նաեւ հաշվարկի ժամանակ թեկնածուները մասնակցող ուժերի։ Եթե լուսանջատում է լինում, անպայման հորդորեք դադարեցնել գործընթացը եւ աչք մի թարթեք, որպեսզի քվեաթերթիկները իրենց գտնվելու վայրը ու տեղորոշումը հանկարծ պատահաբար չփոխեն։ Նորից կնշեք, քանի տեղամասում են անջատվել լույսերը։ Երկու։ Կարող եմ անվանական ասել, եթե կարելի է 1 րոպե, որպեսզի չսխալվեմ։ Ես քիչ առաջ ահազանգեցի այդ մասին։ Լուսանջատումները 14:08, 14:13 տեղամասային կենտրոնում են իրականացվել։ Շնորհակալ